Առաջին հանել կայուն մեծամասնության արատավոր նորմը, որը բոնուսներ է տալիս իրականում մեծամասնություն չստացած ուժերին արհեստական մեծամասնություն կազմելու ու իր հետևից շղթայական ավերում ամբողջ քաղաքական ու պարլամենտարիզմի տրամաբանությունը։ Երկրորդ իջեցնել անցողիկ շեմը մինչև 1%-ի, որպիսի նոր իդեաները, նոր միավորները, նոր քաղաքական միտքը հնարավորություն ունենա լինելու պարլամենտում մեր 30 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի նոր բան եւ ոչ մի ոչ արհեստակցին միավորում շանս չի ունեցել այդ շեմը հատելու։ Մինչև քանի տոկոս ներողություն, անցողիկ շեմը 1%։ Կուսակցությունների բլոկերի համար, բոլորի համար։ Այո, հարթ տոկոս ենք առաջարկում եւ երրորդ փոփոխությունը մենք ուզում ենք ավելացնել բոլորին դեմ եմ քվյաթերթիկի տարբերակ, որպիսի քաղաքացիները կարողանան հետագա բոլոր ընտրություններում այս մեծ ընտրանուց, որը կձևավորվի ցածր անցողիկ շեմի կայուն մեծամասնության բացակայության պայմաններում, եթե ելի ունենան դժգոհություն այդ քաղաքական համակարգից, կարողանան գործուն միջոց ունենալ այդ մարդկանց պատասխանատվության կանչելու եւ այդ մարդկանց համար տեսանելի խնդրեմ ստեղծելու, որին նրանք չարձագանքել չեն կարող, որովհետեւ հիմա գոյություն ունեցող մոդելում բավարար ընդամենը զզվեցնել բոլոր քաղաքացիներին նրանք չգան ընտրության եւ սեփական ընտանիքի անդամների քվեով կարաս դառնաս երկրի ղեկավար։